Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելվածի հերթական թողարկումն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Բարև ձեզ։ Եթե դու քաղաքը չես, ավելի լավ է հեռանալ այդ քաղաքից ու գնալ ուրիշ մի տեղ։ Սա հատված էր Տիգրան Պասկևիչյանի «Ուրիշ տեղը» բանաստեղծությունից։ Այսօրվա մեր հերոսը մի ուրիշ տեղ գնալ չի ուզում։ Երևանը իմն է, իմ տեղն է, ես եմ։ Նկարիչ Պետո Պողոսյանին կարելի է հանդիպել երևանյան փողոցներում, լուսանկարչական ապարատով կամ էլ ջրաներկով ու թղթով։ Նա փորձում է հայաստանաբնակ հայերի համար բացահայտել, թե ինչ է քաղաքային նկարչությունը։ Նա մեզ է ներկայացնում 21-րդ դարի մերօրյա Երևանը, որպես ներքին լարման կետ։ Հենց սկսենք քաղաքանկար տերմինից, cityscape ասվածը, որը գրեթե բացակայում է մեր մոտ հատուկենտ դեպքերով, այսինքն մարդիկ, որոնք աշխատել են ուղղությամբ, որպես այդպեսին չկա։ Մանավանդ ջրաներկով, այդ ամեն ինչը մատուցելու կուլտուրան, ջրաներկի կուլտուրան Հայաստանում ընդհանրապես կարելի ասել գրեթե բացակայում է կամ ով էլ որ աշխատել են այս կուլտուրայի մեջ, ջրաներկով վարպետներ Հայաստանում չեն արդեն իմ դասատուներից Լաչիկյան Սամվել, օրինակ Ամերիկայում շատ լավ ջրաներկի մասնակետ, որոշներն էլ դրսում աշխատում են ուղղակի իրենց առօրյա կարիքը բավարարելու, այսինքն նկարում են պատվերով տեսարաններ, քաղցրիկ, գեղեցիկ, ասենց ասած, որոնք որպես այդպեսին քաղաքային նկարչություն ասվածը չեն հայտում Հայաստանի հայերի համար, բայց իրականում դա կա, դրա պահանջը կա իմ կարծիքով։ Ես ոչ թե դա չկա դրա համար եմ աշխատում կամ ինչ-որ հատուկ գիծ եմ վերցրել, ոչ, դա իմ ներքին պահանջներից մեկն է, ասենց ասած, այսինքն ես շատ եմ սիրում մեր քաղաքները, մեր քաղաքը, Երևանը, որտեղ ապրում եմ, եւ Գյումրին, որտեղ ծնվել մեծացել եմ։ Երկուսն էլ շատ հետաքրքիր, շատ խորը կուլտուրայով քաղաքներ են, խորը մշակույթով, այսինքն մարդկանց նկատի ունեմ եւ այն տարածքը, որտեղ իրենք ապրում են, ապրել են, շատերը բարձր չկան, բայց ամեն դեպքում քաղաքը որպես այդպեսին, որպես ներքին լարման կետ կա, այսինքն ինքը մի շարք կետերի միացություն է, կրիտիկական, միստիկ կետերի, որոնք ես անընդհատ փորձում եմ գտնեմ քաղաքում։ Պետո Պողոսյանը նկարում է ինչպես կենդանի բնությունից, այնպես էլ նախապես արված լուսանկարներից։ Շրջում է Երևանում, ֆիքսում է կադրեր, հետո լուսանկարներից ջրաներկի միջոցով հանձնում է թղթին։ Որքան էլ գործը նման լինի լուսանկարին, միևնույն է, լուսանկար չէ, այլ լուսանկարից ավելի բարձր է եւ ինքնուրույն կյանք ունի։ Պետոյի նկարների մեջ գերակշռում է զգացմունքը, ֆոտոռեալիզմի, լուսանկար-նկար հարաբերության մասին լսենք հենց հեղինակի տեսակետը։ Լուսանկարը տեխնիկական միջոց է, իրականության կոնկրետ կադր է, որից դու օգտվում ես ընդամենը։ Լուսանկարը իմ համար ուղղակի ֆորմա է, գծերի, կոնկրետ շինության, կոնկրետ ծառերի, կոնկրետ հեռանկարի, այսինքն այն համակարգն է, տարածքի այն ֆորման է, որը ես վերածելու եմ աշխատանքի։ Ֆոտոռեալիզմ ասվածը հենց արվում է լուսանկարից։ Դրա համար նա կոչվում է հիպերռեալիզմ կամ ֆոտոռեալիզմ։ Դա համաշխարհային նկարչության մեջ մի ուղղություն է շատ լուրջ, որով շատ մարդիկ աշխատում են։ Լրջորեն զբաղվելը ֆոտոռեալիզմով, սկսեցի կամաց ուսումնասիրել, շատ եմ կարդացել, միշտ շատ եմ հետաքրքրել ինձ բոլոր ուղղությունները նկարչության եւ գտա այդ մարդկանց, որոնք սկզբից ինձ դուր չէր գալիս, ճիշտն ասած, իմ կարծիքով դա ճիշտ չէր, որ վերցնես ֆոտոն, ու հենց ֆոտոն նկարես, դա ազնիվ չի, բայց հետո ինձ դա շատ սկսեց դուր գալ, տեսա շատ հետաքրքիր դեմքեր, որոնք անում են ֆոտոից, բայց որ լուրջ հետաքրքիր սկսում ես ուսումնասիրել իրենց ավելի խորը, դու տեսնում ես, որ դա կապ չունի ֆոտոյի հետ, որպես այդպեսին, դա ինքնուրույն ապրող գործ է։ Ինչ եմ ես փորձում ներկայացնել, իմ ներսով անցկացրած քաղաքը, այսինքն վերլուծած այդ ամեն ինչը, իմ քաղաքային տեսարանները արվում են իմ արված ֆոտոներից, ես շատ երկար ժամանակ կա, որ շատ երկար աշխատում եմ նույն տեղում, որպեսզի գտնեմ այդ տարածքի ճիշտ դիրքը, որը ինձ է հարմար, որը ինձ հարազատ է շատ։ Պետոն իր նկարները համարում է ոչ թե փաստագրում, այլ փաստագրումից դուրս բերված զգացմունք։ Կա փաստագրում իրանց մեջ առաջի հայացքից, բայց իրանք որպես այդպեսին փաստագրում չեն։ Փաստագրումը իրանց ֆոտոն է, իսկ իմ փաստագրումները էմոցիա են ամեն դեպքում առաջացնում, ինչքան որ ես եմ տեսել, այսինքն դրանք իրենք իրանցով արդեն փաստագրում չեն։ Իրենք կյանքից կոնկրետ այդ փաստագրման շրջանից մի կտոր են, կենթանի մի կտոր, մի ապրած վերապրած կտոր են հենց այդ փաստագրումից դուրս հանած։ Նա էլ դեռ չի նշանակում տեսնել, մենք շտապում ենք, ուշանում ենք, մենք անընդհատ զբաղված ու անընդհատ վազքի մեջ ենք, բայց գալիս է մի պահ, որ ուզում ենք
կանգ առնելու այդ ամենին նայել կողքից, դիտորդի հայացքով։ Պետոյի նկարները կարծես թե հենց այդ դիտորդի հայացքը լինեն, որը մեզ համար բացահայտում է այն քաղաքը, որում ապրում ենք։ Բոլորս անցնում ենք, աշխատանքի ենք գնում, ապրում ենք այդ տարածքում, բայց ուղղակի անցնում ենք, ուղղակի տեսնում ենք այդ ամենը, չենք ֆիքսում, չենք խորանում։ Իսկ ես ուզում եմ, որ խորանանք, որովհետև այդ այն տարածքն է, որտեղ մենք սիրում ենք, որտեղ մենք աշխատում ենք, որտեղ անցնում են մեր տխուր, լավ, վատ օրերը, այսինքն այդ տարածքում ենք մենք ապրում մեծամասամբ, չէ՞ որ մենք լեռներում, սարերում, մենք հրաշք տարածքներում չենք ապրում, մենք հանգստավայրերում չենք մեծանում, կամ մենք абստրակտ իրականության մեջ չենք ապրում ամեն դեպքում։ Այդ իրականությունը շատ ռեալ է, ու այդ ռեալի մեջ կա շատ հետաքրքիր բաներ, ու հենց այդ ռեալի մեջ է абստրակցիան իմ կարծիքով, այսինքն ես նույնիսկ փորձում եմ մի շարք գործերում տալ այդ абստրակցիան, որը շատ ռեալ ֆիքսած ֆոտոյի միջոցով ֆիքսված է, բայց արդեն գնում է, արդեն նմանվում է այդ վերլուծած, այդ վերացարկված իրականության։ Քաղաքը քաղաք է իր բնակիչներով, այն արթնանում է այն ժամանակ, երբ արթնանում է նրա բնակիչը։ Մարդիկ ծնվում են, ապրում, սիրում, հիասթափվում, ծերանում եւ վերջապես մահանում այս քաղաքում։ Քաղաքը կենդանի օրգանիզմ է, անընդհատ թարմացող։ Նկարել քաղաքը կնշանակի նկարել քաղաքացիներին ու փոխանցել շարժը, այն ռիթմը, որը տրոփում է քաղաքի բաց երակներում, փողոցներում, մայթերին, մարդկանց մեջ։ Ես ճարտարապետություն չեմ նկարում, հենց այդ է սա։ Ես նկարում եմ քաղաքը, իսկ քաղաքը դրանք մարդիկ են, ու այն մարդիկ են, որոնք մշակույթ են զարգանում, այն մարդիկ են, որոնք բարձրացնում են այդ քաղաքը, ես այդ եմ նկարում։ Ոչ թե քաղաքը որպես մեռած շինարարական հրապարակի ինչ-որ աշխատանքի արդյունք, այլ քաղաքը որպես հենց այդ միստիկայի հատման կետեր, որպես մի տեղ, որտեղ ամեն ինչ հատվում է իրար հետ։ Քաղաքը որպես հանդիպումների ու չհանդիպումների վայր, ես տենց եմ մոտենում այդ քաղաքին, այդ ռիթմով է քաղաքը։ Ես ռիթմ եմ ուզում նկարեմ, ոչ այդքան քաղաք, այսինքն այն ինչ որ ես քաղաքից զգում եմ, քաղաքից հետո քաղաքում, քաղաքից առաջ։ Ներկայիս գույների, ձևի եւ հակադրության մեջ պետք է ներկայացնել քաղաքը։ Պետո Պողոսյանն ասում է, որ ժամանակակից քաղաքային նկարչության մեջ շատ հետաքրքիր է նաև նշաններով, տառերով ու տարբեր գրություններով աշխատելու եղանակը։ Առաջի հայացքից քաղքենի թվացող տարբեր ստենդների համադրությունը, որը դու փորձում ես ճիշտ լույսի տակ ներկայացնել կամ քո պրիզմայի մեջից անցկացնել ու ներկայացնել, յուքում գրվածք, հետո անմեղ չորպուրակ, ծառեր, որոնք համբերատար մշակված են իմ կողմից եւ կողքը կարմիր ինչ-որ գովազդային հոլովակ, այս հակադրություններն են իրականում մեր կյանքը, հենց էս էլ ես փորձում եմ վերարտադրել, այսինքն ես չեմ նկարում որ մտածածին կամ հատուկ Սարքովի քաղաքային նկարներ, անում եմ այն ինչ որ կա։ Պետոն նկարում է մեր, իմ, քո, նրա քաղաքը, նկարում է քաղաքացու աչքով, այնպես ինչպես կարող է տեսնել երևանյան փողոցներով քայլողը, քաղաք լի մեքենաներով, մարդկանցով, լի կյանքով, ու այդ քաղաքից չի երևում հայերի պաշտելի լեռը բաց դաշտում երկու բարդիներով։ Ոչ մի գրամ պաթոս, տներ, շենքեր, քաղաքային խժդժություն ու այդ ամենի ֆոնին Մասիս։ The Mountain կոչված իմ գործը, որտեղ Խանջան փողոցն է նկարված ու անվանումը The Mountain սարը, հեռվում մեր Արարատն է, այսինքն ինձ թվում է կարելի է այսպես մոտենալ նկարչությանը, ոչ թե դաշտում բարդիներով մեր Արարատն է, մերը, այլ մերը հենց այդ Արարատն է, որտեղ Խանջանի տգեղ շենքերն են, վարդագույն, դեղին, շագանակագույն, սև, որոնք ոչ մի կերպ իրար չեն սազում, ստենդներն են Vivasel, չգիտեմ, օրանժ իրար կողք, այդ ավտոների այդ խառնամբողն է, որը կանգնած է պատրաստ այդ բան շարժվելու, այդ է մեր կյանքը, այդ մեր քաղաքն է։ Ջրաներկը ազնվագույն նյութ է, ասում է Պետոն։ Նա հիմնականում նկարում է ջրաներկով ու շատ է ցավում, որ Հայաստանում այդ նյութը տարածված ու գնահատված չէ։ Գուցե ինքն ու իր նկարները կկարողանան ինչ-որ կերպ նպաստել ջրաներկի լայն կիրառմանն ու տարածմանը։ Ջրաներկը շատ հարուստ նյութ է, շատ հետաքրքիր նյութ է, շատ լուրջ ավանդույթներ ունեցող նյութ է ու շատ ուզում եմ, որ ջրաներկը հարգվի Հայաստանում վերջապես, ընդունեն այդ նյութներն ունենայի շուկան իր պահանջարկը։ Այդ նյութը իրականում ունի ամբողջ աշխարհում իր պահանջարկը եւ հենց այդ նյութով շատ արվեստագետներ, շատ լուրջ արվեստագետներ, որոնց անունները շատերը չգիտեն, նույնիսկ արվեստաբաններ, նույնիսկ արվեստագետները Հայաստանում, ոչ մենակ հասարակ ժողովուրդը։ Ցավալի է, որ մենք չունենք այդ դպրոցը, ցավալի է, որ մենք չունենք ջրաներկով աշխատող արվեստագետների միություն, Watercolor Society որպես այդպեսին։ Ես ամեն կերպ մտածում եմ այդ ուղղությամբ, գուցե ճիշտ կլիներ, որ նկարիչների մեր միությունում լիներ մի այդպիսի սեկտոր, մի քանի հոգի, որտեղ կմիավորվեին ինպես արվեստագետներ, որոնք ոչ միայն ջրաներկով սիրում են աշխատել ջրի հիմքի վրա նյութերով, այսինքն ոչ յուղաներկով։
Պետո Պողոսյանի աշխատանքները կարելի է գտնել Facebook սոցիալական ցանցի Պետո Պողոսյան էջում։ Այժմ էլ Սպենդարյան փողոց 5 հասցեում գտնվող Լաբորատորիա սրճարանում իրականացվում է նկարչի աշխատանքներից մի քանիսի ցուցահանդես վաճառքը, որը կտևի մինչև մարտի կեսերը։ Նշեմ, որ նկարիչը դեմ է Մաշտոցի այգում տեղի ունեցող շինարարությանը, ու այս օրերին Մաշտոցի պուրակում նույնպես ցուցադրվելու է նկարչի աշխատանքների պատճենները։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք մեկ շաբաթից։ Առայժմ